Շուշին նվիրված ոնց որ հուշարձան էր, եթե չեմ սխալվում, եթե միգուցե սխալվում եմ, բայց Շուշիի նվիրված ու շատ ցավում եմ, որ այս ազգը շատ շուտ համակերպվեց այդ մտքի հետ, որ Շուշին այլևս մերը չի եւ այսօր ոչ մի պսակ դրված չի, շատ ցավ եմ ապրում։ Իսկ ինչ գիտեք Շուշիի ազատագրման մասին, մի քանի բան, այսպես 92 թվականին մեր ավագ սերունդը, մեր մեծ եղբայրները, այո, ես փոքր էի, բայց շատ լավ հիշում եմ այդ օրը, դա մեծ հաղթանակ էր, Հարսանիք լեռներում, Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ինչու՞ չէ, նաև, այո, Արցախի, այո, մեր Արկադի Տեր Թադևոսյանի ղեկավարությամբ մի գիշերում շատ հեշտությամբ կարողացան ազատագրել Շուշին։ ինչ է կարծում, հնարավոր կլինի էլի Հարսանիք լեռներում իրար։ Անկեղծ ասած, այո, ես հույս ունեմ մեր ապագա սերունդը պիտի պայքարի ու նորից հետ բերի մեր Արցախը։ Այդ ցավալի թեմա է, այգեք չխոսենք էլ դրա մասին, շատ ցավալի։ Շատերը մոռացել են, բայց մենք այսօր հիշեցինք, որ ազատագրեցին Շուշի մեր հերոսները։ Նենց որ հիշվում է, այդ ամեն ինչը չի մոռացվել, բայց դե արդեն դա անցյալ է։ Շուշիի ազատագրման 15-ամյակը Հա, իմանանք, թե չէ ես էլ չգիտեմ։ Իսկ գիտեք, հասկանում եմ նաև որ ցավոք թեմա, բայց դուք ինչ կհիշեք Շուշիի ազատագրման հետ կապված ուրախ բան, դե ուրախ բան, որ մեր մոտիկ մարդիկ մասնակցել են, հետ են դարձել, շատ նենց բանով, ուրախալի էր, որ հետ են դարձել, այդքան բան, բայց հիմա իրանք էլ են տխրել շատ, որ սենց է, այսօրվա օրը։ Ինչ եք կարծում։ Կարծում եմ մեր ձերքում չի արդեն, Աստծո ձերումն է, որը լավն է թող են լինի։ Ինչ պիտի ասեմ, ոչ Շուշի կա, ոչ ժողովուրդ։ Իսկ հնարավոր համարում եք Շուշիի վերադարձ։ Ես ամեն ինչ ծովից ծով Հայաստանն եմ ուզում որ լինի, բայց կարանք իմ ժառանգները, որ ստեղ ապրեն, ստեղ չեն ապրի։ Այ թողել, լքերգիրը գնացել է, որովհետև չեն թողել, տղես բանակում ծառայել է, եկել աշխատանք չի ունեցել, որ աշխատի։ Կոնսերվատորիան ավարտեց, մի հատ գործ չտվեցին, որ աշխատի։ Ասեց ընտանիք չեմ կարող պահեմ, թողեց իմ ընտանիքա, որ Ռուսաստանում է։ Շատ եմ ուզում, որ հետ կա, շատ, բայց կգան, երեխեքը մեծանում են, ընտեղին, ոնց որ իրենց հայրենիքն է դառնում, օտար է մեզ ինչ հայրենիք կրնի, օտար հողը։ Լավ վիճակի չենք աղջիկս, բայց ես հույսս չեմ կտրում, մեր ժողովուրդը ուժեղ է, խելոք է, և կաշխատի, որ ինչ կորցրել ենք հետ բերի։ Շուշի ազատագրման հուշարձանն է ինքը, տեղադրվել է մոտարապես 15-ից 20 տարի առաջ։ Դպրոց էի սովորում այդ ժամանակ ինքս տեղի բնակիչ եմ եղել, այդ ժամանակ հիշում եմ, որ տեղադրեցին Շուշիի ազատագրման կապակցությամբ տեղադրված եղել։ Ինչ գիտեք Շուշիի ազատագրման մասին։ Շուշին ազատագրվել է Հարսանիք լեռներում օպերացիայի շնորհիվ, մեր հայ քաջերի, ֆիդայիների, հերոսների շնորհիվ։ Իսկ հնարավոր համարում եք կրկին Հարսանիք լեռներում Տեխնիկական մեթոդներից ելնելով կարծում եմ դա անհնարին է դարձել մեր դարաշրջանում։ Այն ժամանակ, քանի որ կապը զուտ մարդկանց միջև էր, մարդուց մարդ էր խոսքը փոխանցվում եւ որոշումը կայացվում էր այդպես։ Իսկ այսօր համացանցի ու մնացած ամեն ինչի գործածմամբ ուղղակի կարծում եմ անհնար է դարել նման օպերացիա կազմակերպել, պլանավորել եւ իրագործել։ Կարծում եմ առանց Հարսանիք լեռների ինչ որ ուրիշ ճանապարհ, դիվանագիտական ավելի ճանապարհ կգտնվի Շուշին վերականգնելու եւ վերադարձնելու համար։ Այս հուշահամալիրի ոչ մի բան։ Շուշիի 15-ամյակը Շատ ցավում եմ, որ չգիտեի, անկեղծ։ Իսկ Շուշիի ազատագրման մասին ինչ կասեմ, գիտեք, ինչ ժամանակն էր, երևի տենց պիտի լիներ,
ճիշտ իրադարձություններ։ Այսպես հնարավոր համարում եք, որ կրկին Շուշին կազատագրվի։ Համարում եմ հնարավոր, որ կազատագրվի։ Գիտեք ինչ, բայց ավելի շատ կարծում եմ, որ կարելի է դա դիվանագիտական մակարդակով անել, առանց զոհերի, չէ որ պատերազմները փոխվել են։ Ասած դժվար կարենա պատասխանը։ Շուշի ազատագրման, հա, 15-ամյակի նվիրված։ Իսկ ինչ կասեք Շուշի ազատագրման մասին։ Դե, հայ ժողովրդի համար պատմությունն է, որ ոչ բոլորն է պետք է իմանան, չպետք է մոռացվի մեր կոմանդոսին, մարդը մեծ բան ունի, արած մեր Վազգենը, մեր սպարապետը։ Այն է շարինակ մեր երեխաների համար դասագրքերում պարտադիր է դա, որ իմանան մեր պատմությունը, հետագայում չեմ կարող։ Հա, ավել բան չեմ կարող ասեմ, բայց պետք է իմանալ։ Հետոյի համար արդեն երեխաները մեծանան կորոշեն ոնց կերնի։ Բայց դա նենց բանա, որ չպետք էր մնար սենց մարդկանց հուշերում որպես ցավ, այլ պետք է մնար որպես ուրախություն իմ կարծիքը։ Բայց այսօր համ տոն է, համ բոլորի սրտում տխրություն, ցավ։ Առաջի հերթին մեր բռնի ուժով տեղահանված մեր հայրենակիցների համար։ Հուշահամալիր մասին մի քանի տարի առաջ ենք իմացել, գնում ենք այ հիմա ծաղիկ դնենք ամուսինս Շուշվա ազատագրման զոհա։ Կին Մարտիրոսյան, հա։ Գնում ենք դե 3 տարի առաջ իմացել են, որ այդ քարի վրա գրած է 92 թվականի զոհվածների հիշատակին կառուցված։ Հենց այդ պատճառով եկել ենք ստեղ, աղբերս փոխգնդապետը հա բանում էր, նարյադում էր եկավ, առավոտ եկավ, մեզ վերցրեց, եկանք, որ գնուխ խոլարենք, ծաղիկներ դնենք։ Դե մեր սերունդիներ պատմում ենք, որ չմոռանան, միշտ հիշեն։ Իսկ ինչ եք մտածում, հնարավորություն կա կրկին Շուշի վերադառնալ։ Իհարկե, չէ որ այնպիսի սերունդ է մեծանում, որ պատմությունը գիտի, այ որ մտնեք Facebook-ը տեսնակ, այս երեխաները նույնպես, մեր երեխաները նույնպես ամբողջ պատմությունը գիտեն, թորնիկներս։ Դե շնորհավորում եմ բոլոր մեր զոհված եւ ողջ ֆիդայիներին, զինվորականներին, հա, ոնց ասեմ, աֆիցերներին, բոլորին, ով մասնակցել է, ով միլում է ներդրել է Շուշի ազատագրման համար, բոլորին շնորհավորում եմ եւ պիտի հույս պահենք, որ մերը կլինի, իհարկե։ Այս հուշահամալիրը Շուշի ազատագրման զոհերի հուշարձանն է, ես Կին Մարտիրոսյանի թոռն եմ, ով եղել է հերոս, ազատագրել է Շուշին եւ ես նպատակ եմ դրել, որ մենք գնալու ենք Շուշի, Արցախ։ Հիշում ես ինչպես է կոչվում Շուշիի ազատագրման օպերացիան։ Այո, կոչվել է հարսանիք լեռների օպերացիան։ Ապրեշ։ Իսկ դու ինչ կասես։ Ես կասեմ, որ միշտ ես վստահ եմ, որ մի օր կգնանք Արցախ ու խաղաղություն կլինի միշտ։